ու նաև գմարի դրոջը սրահներուն համար։ Իմ սիրտս ու մարմինս ցնծությամբ կհագեն կենտանի Աստծուն։ Ինչպես Սամոսը գսե, ինչպես սիրելի են բնակարանները, մեզի սիրելի է։ Ադոր համար եկած ենք Տիրոջը դունը, քանի որ մեր գիրակի գլա, մեր աչքերը կփանանք, առաջին մեր գործը գլա պատրաստվենք եւ Տիրոջը դունի։ Շատ սիրելի է մեզի Տիրոջը դունը։ Քանի որ ամեն մարդ այս տարի չեկավ դեր եկեղեցի, բայց ամեն շաբաթ մեկը ուկա։ Ասեն, հունվար ամիսը ամեն անգամ պիտի ասեմ շնորհավոր նոր տարի։ Այո, ադրինակուր ես այս տարի չի տեսած այսօր տեսա։ Բոլոր անոնց որ չի տեսա, շնորհավոր նոր տարի։ Եվ սուրբ ծնունդ։ Դի խնդրեմ որ բոլորս ոտքի վրա ալան, մեր երկարաններուն եդևի գտնված պաշտին 5-ը եկեք դերը պարապանենք միասնապար և աղուտքով պիտի շարունակենք։ Ով իմանցս օրտնե դերը, այն ամենը, որ իմ ներսիտիս է անոր սուրբ անունը։ Ով իմանցս օրտնե դերը, որ կկավե բոլոր անդորությունները ու կբժշկեք ու բոլոր հիվանդությունները։ Որ կպրկեք ու կյանքը կամականներեն և կսահեք ժողովությունով ու դրությունով։ Որ կլեցնեք ու ձերությունդ փարությունով ու քու մանկությունդ արձիվին պես կնորոգվի։ Անիգա իր ջամպաները Մովսեսի ջանցուց ու իր գործերը Իսրայելի որդիներուն։ Անիգա մինչև վերջը չհագարագիր և հավիտյան ող չբահեր։ Անիգա մեր ներքերուն ամենաց չրացեսի ու մեր անմանություններուն ամենաց հատուսուն չրացեսի։ Հապա որ չապ որ երկինքը երբրեն բարձր է, այն չապ իր ողորմությունը իր մեր բարձոներուն վրա զորավոր է։ Որ չապ որ արվել է հավանութքեն ներու է, այն չապ ներացույցների մեծ անցայները։ Ինչպես հայրը կգտա իր որդիներուն վրա, այնպես ալ դերը կգտա իր մեր բարձոներուն վրա։ Բասասին անդիդեմ է կացած Մարդուն օրերը խոդիպես են, ինչպես տաշտի ծաղիգը այնպես կծաղգի։ Բասասի ով անդորնարեն կասին ու անգրոչիդան, և անդորնարեն կիլացյաշտասան։ Բայց տերոչը ողորմությունը հավիդյանը սավիդենից, իր մեր վաղցողներուն վրա է, ու անոր արդարությունը որդվոց որդիներուն վրա։ Անոնց վրա է, որ կհարեն անոր ուխտը, և իշեն անոր պատյանները ու կատարեն։ Դերը իր աթորը երկինքի մեջ հաստատեց, անոր թակավորությունը ամենուն վրա գդիր է։ Որդեց դերը ով անոր ժետակները, որ ուշրոց զորավոր է, որ անոր խոսքին ծայնը լսելով իր հրամանը կատարեն։ Օրտնեցեք դերը ով անոր բոլոր զորքերը, անոր գամքը գադարով պաշտոնյաները։ Անոր դերջանը ամեն դերերու մեջ, օրնե դերը ով իմանցես։ Սերներ աղոտքով շարնակենք, նախքան աղոտքին անցնելը ուզում եմ բոլոր ձեր աղոտների մեջ պահեք Օֆելիա անունով քույր, Բարուր անունով եղբայր և մեր թագուի քույրը իրենց առողջականի համար թող իր մեկ զորավոր համբյուրով կատարյալ եղբայրներին և քրոջը քույրերին և եղբորը բժշկի և
միշտ այս ծրարը բարձրացնում ենք, խնդրում ենք, աղոթում ենք այս ծրարի մեջինը, այս ծրարը դատարկել է նոր տարին է, չի նշանակում, որ ինչ-որ մեջը դրել եք, փախավել չի դրեք, բայց սկսենք նորից դրել, որովհետև անցյալ տարվա շատ աղոթները մեջին Տերը կատարեց, պատասխանեց, բժշկեց, հրաշքները, գործերը նշանել, ամեն, հարկ ենք տալիս քեզ մեր Տեր և մեր զորավոր Հայր, որ ոչ միայն այս ծրարը, որ բարձրացնում ենք ամեն անգամ, և եթե չենք բարձրացնում, գիտենք, որ նշում ենք, որ բոլոր կարիքավորները, բոլոր հիվանդները, բոլոր ովքեր, որ քեզ կանչում են աղոթքով, ու ամեն աղոթքը լսում ես, Հարկ ու պատիվը քեզ Տեր, ինչպես և երբ դու պատասխանում ես ճիշտ ժամին, ինչպես որ քո կամքն է։ Մենք վստահելով քեզ, իմանալով, որ դու արդար Աստված ես, միշտ խնդրում ենք Տեր, քո առաջնորդությամբ շարժվենք, առանց մեր հասկացողության, այլ վստահենք քեզ Տեր, որով քո ամեն քայլը, քո ամեն որոշումը կատարյալ է և բարի։ Այսօր հավաքված ենք քո տանը մեջ եկեղեցիով և պատրաստ ենք Տեր փառաբանելու, երկրպագելու քո սուրբ անունը։ Այս տարվա մեջ նոր տարին մտնելով Տեր շարունակ ու շարունակ փնտրենք քո դեմքը, փնտրենք քո կամքը և փորձենք ամեն ինչ որ մեր մեջը կա, քո թագավորությունը ավելի ու ավելի մեծացնենք, հասնենք անապաշխարներին, հարուզենք քո խոսքը, վկայենք մարդկանց և Տեր իմ Աստված, քանի որ քո գալուստը մոտ է, քանի որ քո ոտքերի ձայնը լսում ենք, արթուն լինենք և ոչ թե քնած, արթուն լինենք մեր մոմերը վառած, սպասելով քեզ Տեր քո երկրորդ գալուստին։ Մինչ այդ Տեր, երբեք որ այդ ժամանակը լինի, մենք աշխատանք ունենք կատարելու այստեղ, իսկ դու քո եկեղեցին բոլորս իրարու հետ գործի անցնենք։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստված, քո ողորմության, քո շնորհքիդ համար, որ առանց դրա մենք նույնիսկ ոտք չենք կարող դնենք հավիտենական կյանքի մեջ, բայց քանի որ Տեր իմ Աստված դու ուղարկեցիր, քո զավակը Հիսուս Քրիստոս և իր արյունը թափեց մեր մեղքերի համար, փառք ու պատիվ քեզ ենք տալիս, շնորհակալ ենք Տեր այդ ողորմության համար, շնորհակալ ենք այդ շնորհքի համար, շնորհակալ ենք Տեր իմ Աստված, որ այսօր մեր եղբայրը մեր հետ առաջնորդելու է մեզի երգերով և խոսքով, թող ամեն մեկս մեր սրտերը բացենք, մեր մտքերը բացենք և պատրաստ լինենք քեզնից խոսք լսելու անոթի միջոցով։ Մեր ականջները պատրաստն են, մեր սրտերը պատրաստն են, որ ոչ թե միայն խոսքը լսենք, այլ վերցնենք այդ խոսքը և ասենք Տեր շնորհակալ ենք, որ մեր հետ այսօր խոսեցիր մեր եղբոր միջոցով։ Տեր իմ Աստված, օրհնի ամեն մի ծառայող բաժինը Տեր իմ Աստված, թե մեր Միրյանը, թե մեր փառաբանությունն, թե մեր եղբայրները, թե մեր Կիրակնորյանը, ամեն մի ծառայողին Տեր իմ Աստված, զորացրու, օրհնի և առաջնորդի։ Տեր իմ փրկիչս, այս ժամը, այս պահը հանձնում ենք քո ձեռքերիդ մեջ և խնդրելով փառքն ու պատիվը քեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Լույս եղբայրներ քույրեր, պատրաստ են եղբայրներ։ Ուրախ եղեք, եկել ասում, ուրախ եղեք միշտ արդարներ։ Ուրախ եղեք ով արդարներ, դուք որտեղ ունիք ձեզ բաժին, Արքով ծնծացեք միշտ դիտեք, միշտ ունեղությունն անհետի, ուրախ
Դեր մինչև մեր շողներ չեն կողի չեն գնա կարիքը ուներ մեր Հիսուս ուսում մեր Հիսուս որ մեր մեջ երևաց զորության մեր մեջ հայտնվել օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչով օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչով օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչով օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչով Զախեր միացրի Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչով օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելի օրհնիր մեզ արարիչով օրհնիր մեզ արարիչով օրհնիր մեզ արարիչ հզոր կարող ենք նստել Նստել չի նշանակում չի երկել Փորձում եք էլ տեսել ստացալակ կարմից Վստահ եմ ես պիտ պատրաստել ճամփա Վստահ եմ ես պիտ պատրաստել ճամփա Թե ապրիմ ես կյանքս սիրել ճշմարտություն Վստահ եմ ես պիտ պատրաստել ճամփա Թե ապրիմ ես կյանքս սիրել ճշմարտություն Վստահ եմ ես պիտ պատրաստել ճամփա Վստահ եմ չէ որ Տերը պիտի պատրաստի ճամփան եւ մեր առջևից պիտի գնա եւ մեզ ապահով տեղ պիտի հասցնի Վստահ եմ ես պիտի պատրաստել ճամփա դուք եք դու միասին Վստահ եմ Թե ապրիմ ես կյանքս սիրել ճշմարտություն Վստահ եմ ես պիտի պատրաստել ճամփա Թե ապրիմ ես կյանքս սիրել ճշմարտություն Վստահ եմ ես պիտի պատրաստել ճամփա Օրած երևնատ բրճից գետեցություն Անորս կանչելի սեն ու մակրություն Սրբես իսլիոնին, որ վրաս երևնա բրճիս գետեցություն Հոգի աստվածային, սրբես իսլիոնին, որ վրաս երևնա բրճիս գետեցություն Որպես աղոտ միասրել Հող վրաս երևնա բրճից գետեցություն Անորս կանչելի սերն ու մակրություն Հոգի աստվածային, սրբես իսլիոնին
աստվածային սրբեր զիսպիովի։ Հաջորդ երկը մեր սիրելի Արշակ եղբայր Քուլաջյանի պապայի շատ սիրած երկն էր, իր սիրած շատ երկն է, ես էլ սիրեց ես երկն։ Նաև դուք սիրեք թե չէ։ Բայց մի խնդրանք ունենք, որ Արշակ եղբայրը այստեղ բեմ գա, ինձ օգնի, ես երկը լավ չգիտեմ, ինքը ասես օգնեմ, խոստացավ։ Քո միկրոֆոնը վերցրու Արշակ եղբայր, իմ երկուսը աշխատում է, չէ՞։ Վերջ։ Ուրեմն ես հանգիստ եմ երկեմ, Արշակ եղբայրը օգնի ինձ։ Շատ ուրախ ենք, որ երեք աղոթաժողով ունեցանք և Մայք եղբայրը պատկամը բերավ, որ գրթե մանոկը իր ճամփանը սկսած ադել է։ Ես հայրիկիս հարցի, որ ինչ եք ու խրադել ինձի, սա որ դղաս սա աստծո ճամփան ասանք զիգզակ չէ, ապա ինչ ես շիրակ, ուրեմն այսօր պիտի երգենք աստծո ճամփան շիրակ է։ Շատ գարց եմ ով ասված հայրիկս բացատրեց, որ եկեղեցի երթած և զիգզակ կան է, անիկը ասա աստծո ճամփան չեք ու ճամփան է։ Այսինքն ֆրիվերը ով պիտի երթաս, փոխոսները մեկ
Okay, so today I chose for the verse, I chose Proverbs chapter 3, verses 5 through 6. Արակած գրքից, երրորդ ծրկից, 5 to 6. Միկրոֆոնը բայել եմ, բայց ձեզ չկար։ So the verse says, "Trust in the Lord with all your heart, and lean not on your own understandings. In all your ways submit to him, and he will make your paths straight." Ամեն։ So the way I broke this down, I said the verse reminds us that trust isn't about understanding everything first. Այս համարում ես օրացնող, որ միշտ ամեն ինչը հասկանալով չի, այլ վստահելով։ It's about choosing God even when our logic, Նույնիսկ երբ որ մեր լոգիկան չի հասկանում, վստահում ենք Տիրոջը, emotions, or past experiences want to take over. երբ որ մեր էմոցիան կամ անցյալ դժվարությունները ուզում են մեզ գրավի եւ տանի առաջ։ Leaning on our own understandings feels safe, Մեր հասկացողության վրա վստահելը մեզ ապահով ապահով, but it is limited. բայց սահմանափակ է։ Trusting God means releasing control Վստահել Աստծուն սակում արձակել կոնտրոլ անելը, and believing that obedience leads to clarity. որ հնազանդությունը մեզ տանում է դեպի Obedience leads to clarity. բարձր տանում։ Երբ որ մենք վստահում ենք, դեռ ամեն ինչ բարձրվում է մեզ համար։ Even if we don't see the full path yet. Նույնիսկ որ մեր ամբողջ ճանապարհը դեմը բարձ չի։ It's a daily choice to surrender our plans, Ամեն օր մենք արձակում ենք մեր ծրագիրները Տիրոջը, our fears, մեր վախերը and our doubts, եւ մեր մտքա տատանումը։ knowing that He sees what we cannot, Որտեղ Տերը տեսնում ամեն բան, որ մենք չենք տեսնում։ even when our hearts feel uncertain. Նույնիսկ երբ որ մեր սիրտը ամեն բան չի հասկանում։ And that's why it's important to trust the Lord. Դրա համար շատ կարևոր է Տիրոջը վստահել։ Amen. Գիտեք, սիրել եղբայրը որ գալիս է մեր երիտասարդներին, որ կամաց ուզում են դեմը վերցնեն եւ կիսվեն Աստծո խոսքը այսօր հավերության ժամանակին խոսք է բերում, թե կլինի Ալեքսանդրը, թե կլինի Արամը, նայեք, ինչ է դակրի խոսք այն ասել, վստահել Տիրոջը։ Մենք շատ անգամ ամեն բան վստահում ենք Տիրոջը, բացի ինչից։ Յութականը։ Շատ անգամ երբ որ գալիս են յութականին, չենք ասում ես Տիրոջն, ասում ենք ինքն։ Ես արել եմ այդ բանը, բայց ամեն բան վստահեք։ Do not rely on your own understanding, but trust in the Lord in all things. Վստահեք Տիրոջը ամեն բանի մեջ։ Խնդրում եմ մեր եղբայրների, թե Մայք եղբայրը ստեղ է, Մայքը Սոկոյը եթե կարող եք առաջ գալ, մեր երիտասարդ եղբայրը առաջ գալու առանց թարգմանության։ Dear God, thank you for everything you've done. Thank you for dying on the cross for us, keeping us all safe. Lord, I pray you bless this money and bless the week ahead of us. In Jesus' name I pray, amen. հայդարարության չանցած աղոտ մպիրիլա մեր շատ in
եւ մեր շատ սիրելի Բենյամին Աչեմյանին համար, որ Հերմինեի եւ Նուբարի հայրը եւ Սվեդի ամուսինը գործողությունը եղավ եւ աստոպար կտանք, որ աճով անցած է եւ կուզենք աղոթել, որ շարունակի Աստված իրեն գադարյալ ապակինում դականի, որ սրդին վրա է գործողությունը, ով է, որ հմուդ է սրդի, Տեր Հիսուս Քրիստոս։ Աղոթենք, որ Աստված գադարյալ ապակինում դա, իր հրավիրեն մովիվը, որ աղոթք է։ Հալելույա։ Փառք եմ տալիս քեզ Տեր իմ Աստված, ամեն մի փոքրիկ եւ թե մեծ գործերիդ համար, մեր կյանքերի մեջներ։ Հայր իմ Աստված, միշտ աղոթների մեջ երբ որ մենք խնդրում ենք, երբ որ ես հատկապես մոտենում եմ քեզ եւ խնդրում եմ որևէ մեկի համար քո հրաշքը, քո հողումը, հատկապես երբ որ առողջական ալինում։ Դու գիտես, որ ես ուզում եմ, ցանկանում ենք բոլորս, որ քո հրաշքը տեսնի քո գործերը, բայց շատ անգամ Տեր խնդրելով, որ եթե քո հրաշքն ես կատարելու, թող լինի, իսկ եթե ոչ, աղոթում ենք բժիշկների ձեռքերի, որ այն ինչ որ անեն իրենց ձեռքերի մեջ մտնելու ամեն բան անես։ Այս պահին բարձրացնում ենք մեր եղբորը Տեր իմ Աստված, որ իր հարազատներով չորս կողմը իրեն քաջալերում են, մխիթարում են, թող քո խոսքը իր սրտի մեջ, իր մտքի մեջը մտնի եւ խաղաղություն բերի եւ Տեր իմ Աստված իր առողջականը օր ավելի ու ավելի զորանա եւ իր ընտանիքով քեզմով Տեր իմ Աստված փառք ու պատիվ տալով ուրախություն, զվարճություն իր սրտի եւ ինքի մեջ լինի։ Այսը խնդրում ենք քո զորավոր զավակը Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Բարելույս բոլորի։ Happy New Year։ Եկավ առաջին անգամ եկուք այս տարի։ Երոջը։ Happy New Year։ Այս ամիս, ես քիչ առաջ ասի, որ այս ամիս ամեն երագի Happy New Year բիլիսի։ Մինչև որ իննա։ Մեր եկավ առաջին անգամ եկուք ոչ թե այս տարի, ընդհանրապես։ Բոլորը դա բարի եկեղած Տերոջը դուրը։ Մենք երեք ունեցանք եղբայրներու նախաճաշ եւ աղոթքի բար։ Գիտեք, եւ անշուշտ արկեվերջը ինչ է, փոփոխություն կտեսնանք եկեղեցի հետ։ Զարը հավաքվեց։ Զարը հավաքվեց։ Յա մայման ադի չեր բաճարը, բայց բաճարը աղոթքն էր եւ գարժե ամեն անգամ որ արիտը լա դերոջը դունը կալու Դավիթ կսե որ ես ուրախանայի եւ որ ես այդ դերոջը դունը երթա դերը ամեն դեր գլսեմ ես ամեն դեր մեր դունը մեր գործի տեղը բայց դերոջը պատվիրան է որ հավատացյաններ կողքովիկանը միտով եւ որ արիտ կլա դերոջը դունը կալու աղոթելու չփախցնենք կալը ամեն ամեն Մասնավոր այդարարությունը չի գա այս ամիս Ես խնդրեմ որ Արման եղբայրը պեմ կա That's right այդարարություն գա Կհիշեք մեր Ուլաշյան եղբայրը Ֆրեզնոյի մեր եղբայրը Երկի գնաց կային արեգանի 55 Եղբայրը մինչև վերջին իր ուժը ծառայեց Տերոջը, շատ Հայաստան գերտարկու կար և դերը հսա որ և ուարգավորությունը միլա այս ուրպատ, չէ? Այս ուրպատ Ֆրեզնոյի մեջ Ինձի հրգած էր, մեկ հատ գարժեն նայել
Okay. Պիտի ելնա ուրբաթ օրը ժամը 11-ին Նոազարկ Church ադի որ եկեղեցի? Okay. Նոյան Դավանի եկեղեցին բերել։ Ֆրեզնոյի մեջ։ Oh. Wow. Okay. Ֆրեզնոյի եկեղեցի հուղարկավորությունը պիտի լա։ Եվ Իշադակի ջաշնալ Նոյան Դավանի մեջ պիտի լա։ Առանց գենտայներով։ So, այսօր պարկ ու դագիր ծարայության համար իր բոլոր կյանքը դերոջը նվիրեց և հիմա դերոջ կող գանջի և իշենք աստեսակ դերոջը զավակներ, որոնք իրենց կյանքը դերոջը համար նվիրած են։ Գիտեք, միան հովիվը չէ, որ դերոջը համար գծարայի։ Բոլոր անոնք, որ աստծո զավակ են, և դերոջը համար միշտ առաջին բանը, որ պետք է լա, ինչ է, ինչ կուզես որնեմ դեր։ Կրնա հատիկա մեգումը եկեղեցի գտանիս կպերես, ադի ծարայություն է, եկեղեցին կմարվես զարայություն է, աթորները կշտկես զարայություն է, դերացայն գնես մեգուն զարայություն է, ասում բոլորը դերոջը համար զարայությունները, որ հավատացյալը բարդական է ընել և դերը կվարձագրե։ Մենք միշտ մեր միտ կպերենք, որ ինչ որ գնենք եկեղեցի մեջ, եկեղեցի համար չեն գնել, դերոջը համար գնել։ Ամեն, մագնաս կալարմանյա։ Ինչպես եք։ Ես այսօր թե երկիրից, թե Արամի խոսքից մի բան նշմարեցի, չգիտեմ, եթե դուք էլ, շատ ճամփաների մասին երկեցինք, արշակեղբայրն էլ միացավ, ոնց էր այդ վերջի Տեր Հիսուս կվստահին ճամփաս, ճամփան միշիտակ երկուսն էր, վերջի Վստահին նման զինարարքին է դերասոճ շիտակ է վստահին դերսպի պատրաստ է ճամփան պիտի պատրաստ է, այո, և Տեր Աստծո ճամփան լավ ու մի շիտակ է և էլ Արամը, որ մեր վստահությանը, իմաստությանը չվստահենք, այլ եթե Տերոջը վստահենք և մեր ճամփան պիտի ուղղել և էլ Հիսուս ինքը ասեց, ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը, մեկը հորեքով չի գար, եթե ոչ ինձ մոտ։ Թե փրկության համար, թե այս կյանքի համար Հիսուս է ճամփան, քո ամեն դժվարությանդ մեջ, հարցերիդ մեջ, ամեն պարագաներիդ մեջ Հիսուս է միայն ճամփան։ Եվ վստահ եմ, որ այսօր, որ ունեինք մեր Աշոտ եղբայր այս գեղեցիկ երգերով, որ ինքը առանձին պատրաստեց և նաև Արամը խոսքը առանձին և ես էլ անգլերեն երգը շատ պարզ երգ ընտրեցի և բոլորն էլ այս Հիսուսի ճամփայի մասին են և այսօր կարծես Տեր ուզում է մեզ խոսել, որ այո մեր ճամփան վստահենք Տերոջը, մեր կյանքը վստահենք Տերոջը, որովհետև ինքն է միայն ճշմարտությունը և ճշմարիտը և միզի այդ ուղիղ ճամփան զիգզագ չէ արշակել, ուղիղ քայլենք մինչև երկինք, ամեն երկինք ու շրջան։ Blind men stood by the road and he cried. I said, blind men stood
Մենք ճով պարաբանեցինք, չէ, և լավ նկատեց Արմայնքվար, բոլորը ճանապարհի մասին էր։ Նոր տարի, նոր ճանապարհ, նոր էջ, նոր հնարավորություն, չէ։ Ես առաջ անգամ ստեղ եմ ես նոր տարվա մեջ, վաճե եղբայր, մի հումորով պիտի սկսեմ, հումոր, ծիծաղ է, հումոր գիտեք ինչ է։ Երկու անգամ չեմ պատմելու, մի անգամ պիտի ծիծաղ է։ Մեկ ասում է, որ ահա 2025 թվականը վերջանում է։ Իմ բոլոր ծանոթներին, բարեկամներին, եղբայրներին, քույրերին, որոնց նեղացրել եմ, որոնց վշտացրել եմ, որոնց կոպտել եմ, անզգուշ եմ վարվել, ինչ որ կերպով վնաս եմ տվել, ես խնդրում եմ, աշխատեք ձեր վրա, մի քիչ փոխվեք, որ ես 2026 թվականին ստիպված չլինեմ, նույնը անելու ձեզ է։ Հումարը, բայց սրա մեջ ճշմարտություն կա, շատերը սպասում են, որ ուրիշները պիտի փոխվեն։ Բայց հոգևոր տեսանկյունից լավ կլինի, որ հենց մենք փոխվենք։ Չի ուզում։ Մենք ուզում ենք միանալ։ Տանես մեզի միասը։ Այդ հատ փոխելու է դա, ինչ փոխես։ Okay, ես մյուսին միացավ։ Այդ մյուսին չի ուզում շատ միանալ, որտեղ այդ մյուսին համար է։ Նոթերս պիտի չտեսնեք, չէ՞, դե լավ է տեսեք, ոչ չտեսեք։ Տիրոջ ընդունելի տարին։ Շատերն ասում են, այս տարի ամուսնանալու տարի է, այս տարի հաջողության տարի է, այս տարի նոր հիվանդությունների տարի է, այս տարի անուններ են տալիս եւ այլն։ Մենք էլ ասում ենք Տիրոջ ընդունելի տարին։ Կարդում ենք Աստծո խոսքից, Ղուկասի ավետարան, 4-րդ գլուխ 16 համարից։ Եկավ Նազարեթ, որտեղ մեծացել էր, եւ իր սովորության համաձայն շաբաթ օրը ժողովարան մտավ, ելավ ընթերցելու։ Նրան Եսայի մարգարե գիրքը տվեցին, եւ երբ գիրքը բացեց, գտավ այնտեղը, որտեղ գրված էր, Տեր Հիսուսն է անունը։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև ինձ օծեց եւ ինձ ուղարկեց աղքատներին բարի լուր ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու, կույրերին տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու եւ փակելով գիրքը պաշտոնյային տվեց ու նստեց ժողովարանում, բոլորի աչքերը նրան էին սևեռված։ Եսայի մարգարեության 61-րդ գլուխը բացեց Տերը եւ կարդաց այս հատվածը Տիրոջն ընդունելի տարին եւ 5 առաքելություններ փակեց գիրքը եւ ասեց այս գրվածը 700 տարի առաջ այսօր հիմա իրականություն եղավ։ Շփոթվեցին ժողովարանում նստած հրյաները։ Ինչպես կատարվեց սա։ Սա մի մարգարեություն է, որ Մեսիային է վերաբերվում։ Քրիստոսը երբ որ գա, այն ժամանակ կկատարվի։ Բայց իրենց առջև հենց կանգնած էր ինքը Մեսիան, Քրիստոսը։ Հավատացողը հավատաց, չհավատացողները բարկացան, նույնիսկ ուզեցին Տեր Հիսուսին քարկոծել։ Այնպես որ Տիրոջ ընդունելի տարին հռչակված է Տեր Հիսուսի կողմից։ Երբ որ մի քիչ տարբեր ենք կարդում այս նախադասությունը, Տիրոջը ընդունելու տարին, թե Տիրոջ ընդունելի տարին, շեշտը Տիրոջի վրա, թե տարի վրա պիտի տնենք։ Երկուսն էլ լավ իմաստ ունի։ Երկրորդ իմաստը, որ այստեղ այդպես չի, բայց ես սիրեցի, որ թող այս տարի շատերի համար լինի Տիրոջը ընդունելի տարին։ Նրանք ովքեր չեն ընդունել,
Տիրոջ ընդունել չի նշանակում հավատալ Աստծո գոյության, Հիսուսի մասին լսած լինել, տունը խաչ ունենալ, երբեմն եկեղեցի գնալ, այդ բոլորը լավ է, բայց Տիրոջ ընդունելը սա քայլ է, սա որոշում է, սա փրկության դուռն է, որ մենք ներս ենք մտնում։ Ինչպես ենք մենք ընդունում Տիրոջը։ Արդեն Տերը եկել եւ մեր դռան առջև կանգնած է։ Երբ որ բացենք դուռը, մեր սրտի դուռը, մեր կյանքի դուռը եւ պարզ հավատքով ասենք Տեր ներս մտիր, հավատում ենք, որ հաջորդ վարքյանին ավելի կարճ նույնիսկ վարքյանից արդեն Տերը մեր կյանքից ներս է։ Ինչպես է դա տեղ ունենում Աստծո հրաշալի կերպով եւ հավատքի որպես արդյունք։ Բոլորս այդպես փրկվեցին։ Փրկության ուրիշ ֆորմուլա, ուրիշ քարոզ, ուրիշ աստվածաբանություն գոյություն չունի եղբայրներ քույրեր։ Հավատք եւ Տեր Հիսուսին ներս առնել։ Տիրոջ ընդունելու կերպը սա է։ Տիրոջ ընդունելուց հետո սկսում է նոր շրջան, նոր կյանք, դեպի հավիտենականություն։ Այդ նոր շրջան ունի սկիզբ, բայց վերջ, ասեք, չունի։ Ծնվում ենք նորից, ապրում ենք Քրիստոսի հետ եւ մինչեւ հավիտյան իր հետ պիտի շարունակենք։ Ուրեմն թող Տիրոջը ընդունելու տարին լինի 2026-ը շատերի համար, իսկ Տիրոջը ընդունելը տարի չի։ Ամեն օր, ամեն վայրկյան, հիմա այստեղ առանց հետաձգելու կարող ենք ընդունել։ Երկրորդ միտքը ասում է Տիրոջ համար ընդունելի կլինի այդ տարին։ Այդ տարվա մեջ Տերը բաներ կանի, որ իր սրտի ուզածով է, որ իր կամքի համաձայն է։ Այդ տարին է, որ Տերը պիտի ընդունի, երբ որ այս բոլոր բաները տեղի ունենան։ Իսկ ինչի մասին է խոսում Տերը։ 5 առաքելություններ, որոնք կարևոր են։ Առաջին, Տիրոջ հոգին ինձ վրա է, նա ինձ օծեց եւ ուղարկեց, ասում է, աղքատներին բարի լուրը ավետելու։ Տեր Հիսուսի աշխարհ գալու գլխավոր նպատակը բարի լուրը տարածելն է։ Ինչ է բարի լուր։ Ինչ է բարի լուր։ Դու այլևս ստիպված չես մեղքի մեջ ապրելու։ Դու այլևս ստիպված չես վախերով ապրելու, անհույս եւ անորոշ ապրելու։ Աստված մեզ համար փրկիչ է ուղարկել եւ այդ բարի լուրը բոլոր ժողովրդինն է։ Ամեն ասենք սրա։ Սա բարի լուր է։ Բայց այստեղ նշված է աղքատներին, հարուստներին, հարուստ կամ էր մեջ, աղքատ կամ էր մեջ։ Անցյալ օր մեր եկեղեցուց մի եղբայր գնացել ենք իրենց տուն, ծունկը ցույց տվեց, լավ վերքեր եղել, ասի ինչ ա եղել, ասեց այդ անձրև օրին է, որ տնից դուրս չեն գալիս, ասում բանկ գնացի, այդպես օրը մարդ բանկ գնա, բայց երևի պետք է եղել։ Բանկ գնացի, բանկի դռան առջև ոտը սահեց եւ ընկավ, լավա չի կոտրել ոտը, հետո շուր եկա կնոջը, մեր կնոջը ասի, բա մարդ անձրև օրով իր ամուսնուն մենակ բանկ կթողի գնալ։ Ասեց աշոտ եղբայր բան չկա բանկում, ուզում մենակ գնաս, նա չէ, ողջուն եք ընդեղ։ Աղքատներին բարի լուր, բայց այստեղ նյութական աղքատությունը չի, հոգևոր աղքատություն։ Կյանքեր, որոնք զրկված են իմաստից, հույսից, սիրուց, աստվածային ներկայությունից, նրանք աղքատ են, զրկված են։ Այդպիսիներին եկավ Տերը բարի լուր տալու, իմաստ տալու, սեր տալու, երջանկություն տալու, ամեն ասենք սրան։ Ես աղքատ էի, չունեի այս բոլոր հոգևոր հարստությունները, գանձերը, բայց Տերը եկավ իմ նման աղքատիս հարստացրեց, ճոխացրեց, իմաստավորեց իմ կյանքը։ Ուրեմն բոլոր մարդիկ, ովքեր ինչ որ բան կորցրել են հոգևոր բարոյական իմաստով, նրանց համար բարի լուր կա։ Տերը եկել է, որպեսզի քո կյանքի մեջ նոր արժեքներ, նոր գանձեր, նոր հարստություններ բերել։ Եթե այդպես է, մենք հավատքով կարող ենք ասել, ես հարուստ եմ, ասենք, ես հարուստ եմ Քրիստոսով, որովհետև Քրիստոսը ունեմ ամեն բան, ունեմ եւ ոչինչի պակաս չունեմ։ Այդպես է ասում, չէ՞ Սաղմոսը, Տերը իմ հովիվ է, ես ոչ մի բանի պակասություն, ախորժակ կունենամ, բայց պակասություն շուտ կվերցնեմ։ Երկրորդ առաքելությունը, որ շատ հետաքրքիր է, սրտով բեկյալներին բժշկելու։ Տիրոջ ընդունելու տարին, ընդունելի տարին, բոլոր սրտով կոտրվածները կարող են գալ,
բժշկվել, ինչպես քիչ առաջվա եղբայրը հիշեց, սրտի բժիշկը Տեր Հիսուսն է, սրտի դոկտորը, որ բուժում է մեր սիրտը ոչ թե միայն դրսից, այլ նաև ներսից եւ մեզ տալիս է նոր սիրտ։ Քարեղեն սիրտը հանում է եւ իմպլանտ չէ, նոր հոգևոր սիրտ է տալիս հոգևոր իմաստով։ Ինչու է ասում սրտով բեկյալներ, կոտրված սիրտ ունեցողներ։ Հենց ձեր սիրտը կոտրվել է եղբայրներ քույրեր։ Շատ։ Երբ է սիրտը կոտրվում։ Երբ որ վիրավորվում ենք, դավաճանվում ենք, երբ որ մեզ չեն հասկանում, երբ որ մեր սրտի մեջ եղածը մենք դատարկում ենք եւ հետո տեսնում ենք, որ դավաճանվեցինք, սխալ եղավ, այդպիսի սրտերը դեղով հնարավոր չի բուժել։ Համաձայն եք, ստեն դնելով, պրոժին դնելով հոգևոր սիրտը չի բուժվում։ Երեսը ժպտում է, բայց սիրտը կոտրված է, տխուր է։ Լինում է չէ երբեմն որ նստած ենք մեկը ինչ անում ես չի ուրախանում, ինչ խոսում ես չի ուրախանում, որտեղ ներսը վերք կա, ներսը ցավ կա։ Դրա համար կոտրված բեկյալ սրտերին եկավ բժշկելու։ Սա է Տիրոջ ընդունելի տարին։ Եթե քո սիրտը չի բժշկվել եւ քո աղքատությունը չի լցվել Քրիստոսի ճոխությամբ, ուրեմն դեռ այդ տարվա օրհնությունները քեզ հաղորդ չեն։ Պետք է մենք վերցնենք այս բոլորը։ Աստված նայում է մարդու սրտին։ Սաղմոս 34:18 ասում է կոտրված սիրտ ունեցողներին նա մոտ է։ Մոտ է։ Կոտրված սիրտ ունեցողներին մենք չենք ուզում, չէ՞ մոտեր նստենք։ Նստում ես տրամադրությունը տնկնում է։ Նայում ես երեսին լացդ գալիս է, քո դարդը թողած իր դարդն ես մտածում, բայց Տերը մոտ է կոտրված սիրտ ունեցողներին։ Ուրիշ Սաղմոս 147 ասում է նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին, փաթաթում է նրանց խոցերը։ Ով 4 համարը նկարագրում է ով, ասում է նա հաշվում է աստղերը իրենց, նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։ Աստղերը անհամար անուններ է դրել եւ կանչում է։ Այսինքն անսահման իմաստության, գիտության, զորության Տեր եղող Աստված կոտրված սրտերը բժշկում է։ Վստահ եք մեր սիրտին, թե չէ։ Երբ որ մեկը բժշկի է գնում, ես հիշում եմ տարիներ առաջ մեր սիրտի եղբորը ասեց մի քանի սրտի դոկտորների պետք է գնան, որ մի քանի կարծիք առնեն, մեկի կարծիքով չի գնա, որ կարող մեկը սխալվի, մեկը սխալ բանի համար անի։ Բայց Աստված միակ եւ չսխալվող վստահելի սրտի բժիշկն է։ Մեր սիրտը կարիք ունի բժշկության, ինչ եք կարծում։ Գիտեք, մեր սիրտը այդքան էլ բարի բան չի, Աստծո խոսքն ասում է։ Սիրտը խաբեբա եւ չար է, Երեմիա 17:9։ Սրտի խորհուրդները չար են ամեն օր։ Ծննդոց 6:5։ Սրտից են ելնում չար խորհուրդներ, Տեր Հիսուսն ասեց Մատթեոս 15-րդ գլուխ, բայց Տերը նայում է սրտին, ինչպես որ Սամուել մարգարեին ուղարկվեց Հեսեի տուն, հիշում եք, Բեթլեհեմ գնաց, տղաներից մեկին պիտի օծեմ, շարվեշարան եկան կանգնեցին, մեկը բոյով, մեկը սիրուն, մեկը մարզված, մեկը թենիսիստ, մեկը ֆուտբոլիստ եւ այլն, շատ սիրուն էր մեկը մյուսից, հերթով գնաց Սամուել մարգարեն, հետո ասեց, չէ, Աստված սրանցից ոչ մեկին չի ընտրում։ Պատկերացնում եք դրանց վիճակը, բայց ինչի չի ընտրում։ Իմ ինչն է պակաս։ Հայրը մտածեց, որ ես մարգարեն եկել է ինչ անի, մեզանից թագավոր ընտրի, թե եկել է մեր ընտանիքի վարքաբեկի։ Բայց մարգարեն ասեց, ուրիշ չկա սրանցից։ Հայրն ասեց, դե մեկը հաշիվ չի, մեկը կա, բայց սրանց կողքին են ինչ է։ Ես լավագույններն եմ բերել քեզ։ Ոնց որ Rolls-Royce-ները շարվածներն ընդերս մի հատ Niva գիտեք։ Չկա ուրիշ ասեց։ Կա ասեց, կանչեց, եկավ Դավիթը։ Դավիթ երբ որ ներս մտավ, կարմիր թշերով, գեղեցիկ, ոչխարները դի չէին մամ ինչի են կանչել, այլև կանչել են ասեն արի տեսնեք հələ ինչ կա, ոչխարները ծնեցին, չծնեցին։ Հազիվ ներս մտավ գրված է որ մարգարեին Սուրբ Հոգին ասեց ելիր, սրան օծիր։ Ինչու? Եվ տեսեք ինչ է գրված։ Աթաքավորաց 16:7։ Մարդը տեսածով է նայում արտաքինով, բայց Աստված մարդու սրտին է նայում։ Աստված մարդու սրտին, Դավթի սրտին նայեց Աստված։ Տեսավ Աստված։ Դավիթը կատարյալ մեկը չէր, հետո էլ սխալներ ունեցավ, բայց Դավիթի սրտի մեջ մի որակ տեսավ Աստված։
տեսավ, որ Դավիթը միշտ բաց է Տիրոջը, ընդունելու Տիրոջը, ընդունելու իր սխալը, խոնարհվելու, խոստովանելու, վստահելու Տիրոջ եւ առաջ շարժվելու, սաղմոսներ գրելու, 73 եւ ավելի սաղմոսներ միայն Դավիթն է գրել։ Դավիթի կյանքի բոլոր դրվագները այսօր ամենահարուստ նյութերն են մեր հոգևոր կյանքի մեջ 5 տակարանում մյուս հարուստների կողքին։ Այսինքն Տերը նայեց Դավթի սրտին։ Դրա համար ամենայն զգուշությամբ պահիր քո սիրտը, որովհետև նրանից է կյանքի աղբյուրները կամ Երգ Առակաց 17:23։ Երրորդ առաքելությունը Տեր Հիսուսի գերիներին ազատություն քարոզելու։ Քրիստոս եկավ, որպեսզի հռչակի, որ գերիները այլևս ազատ կարող են արձակվել։ Բոլոր գերիները ազատ արձակվեցին։ Ինչ գերիների մասին է խոսքը։ Գերի բառը այդքան լավ բառ չի։ Այսօր մեր հայ ազգի 20-ից ավելի գերիներ Բաքվի բանտում են։ Ինչ դաժան բան է։ Շատ ուրիշ տեղեր քրիստոնյաներ բանտերում են։ Վենեսուելայի պատմությունը լսեցինք, 3 ես նայեցի չգիտեի, 800-ից ավելի հովիվներ բանտարկված էին։ Դուրս ելան ընտանիքները ցնծության մեջ, 800-ից ավել Հիսուսը քարոզելու համար։ Հարկ Տիրոջ ասենք, սա Աստծո ողորմություն է, որ տեղի ունեցավ։ Եվ դեռ ինչքան գերիներ կան, բայց այստեղ Աստված ավելի խոր գերության մասին է խոսում։ Մարդիկ, ովքեր գերի են մեղքին, վախին, կախվածություններին, դրակին, տեսակ մեղքեր, որոնք շարունակ իրենց մտքի մեջ են, շղթայի պես սատանան կապել է եւ Տերը եկավ, որ մեզ այդ բանդից, այդ գերությունից անի, որ դու այլևս չասես, ես ուզում եմ, բայց չեմ կարողանում, գիտեմ սխալա, բայց նորից եմ կրկնում, ընկնում եմ մեջը, մեկը կարծես թևերս կապել է, միտքս կապել է, եւ ես ստիպված եմ դա անում, սա նորմալ է բոլոր մարդկանց համար, բայց նորմալ չի նրանց համար, ովքեր հանդիպել են Հիսուսին։ Հիսուսին պիտի ասես, Տեր, ես չեմ կարող, բայց ուզում եմ, որ դու ինձ զորացնես եւ անես։ Սամվել եղբայր Փամբակյանը մի լավ սիրուն խոսք ասեց մի օր, ասեց, այս աղոթքը արա հաճախ, ասա, Տեր, ես հոժար չեմ, բայց հոժար եմ, որ ինձ հոժարեցնես։ Լավ է, չէ։ Ես հոժար չեմ, չեմ ուզում, այսինքն սիրտս կապված է վատ սխալ բաների, բայց ներսս հոժար եմ, որ դու ինձ այնպես փոխես, որ ես այդ շղթաներից դուրս գամ։ Ուրեմն Տերը եկավ մեզ գերությունից ազատելու։ Տիրոջ ընդունելի տարին սա է։ Ազատվիր բոլոր տեսակի սխալ կապանքներից։ Մտքի, բարոյական, չգիտեմ, ուրիշ ինչ տեսակ ինչեր կա։ Այսօր կյանք այնքան վատ երևույթներով է լցված, նոր բաներ ես լսում, միտքը ուղղակի չի կարողանում հավատա, մարդիկ ինչերից են կապված, ինչերից են բռնված։ Կախարդություն, գիտեք ինչ է, կախարդությունը դա դիվային ազդեցություն է մարդու կյանքի վրա։ Շատ մարդիկ այդ ազդեցության տակ են, իրենք չգիտեն։ Բայց երբ որ Քրիստոսին են գալիս, Տեր այդ բոլոր շղթաները փշրում եւ մեզ կատարյալ ազատում է։ 4. Կույրերին տեսողություն տալու։ Տիրոջ ընդունելի տարին։ Ինչ կույրի մասին է։ Ով է իրական կույրը։ Այո, ֆիզիկական կուրությունը դժվար հիվանդություն է, բայց ավելի ողբերգությունը հոգևոր կուրությունը։ Հոգևոր կույրը նա է, որ չի տեսնում Աստծո կամքը, չի տեսնում բարին եւ չարը, չի տեսնում ապագան, չի տեսնում որն է օգուտ, որն է վնաս։ Կույրը չգիտի որ որոշումը անի, ինչից հետո ինչ կգա իր վրա, եւ այս հոգևոր կուրությունը, ճշմարտությունը չտեսնելը, արդարությունը չճանաչելը մեծ ողբերգություն է։ Բայց Տերը եկավ, որպեսզի մեզ այդ կուրությունից բացի։ Դու կարծում եք մենք շատ խելոք ենք, փիլիսոփա ենք, դրամար ենք հավատացյալ, բայց մենք տեսնում ենք բաներ, որ շատ խելացի մարդիկ, ասեք, չեն տեսնում, որովհետև հարցը գիտելիքի մեջ չի, հարցը հոգևոր տեսողության մեջ է։ Մի օր Տեր Հիսուսը բացեց մեր հոգևոր աչքերը, եւ մենք տեսանք հոգևոր կյանքը, հոգևոր իրականությունը, տեսանք հոգևոր օրհնությունները եւ տեսնում ենք եւ հայելում ենք։ Մյուսին ասում ենք, ինչ եք գնում եկեղեցի։ Ասում գնում ենք, էլ ասում ամեն Կիրակի եք գնում, ասում հա։ Ինչ եք անում, ասում կարդում նույն գիրքը, ասում հա։ Հետո չհոգնակ։ Չի տեսնում։ Հա բացատրի իրան։ Ասում 3 կույրի
փորձ են անում, ասում են գիտեք ինչա փիղը, ասում են չէ, փիղը Հնդկաստանում փիղ մենք ստե ինչ, ասում են հիմա փորձ պետք է անենք, սենյակում փիղ են բերում, իրական փիղ, հերթով կույրերին ասում են մեզ մոտեցեք, շոշափելով կարող եք ասել, երեքն է մոտենում են, հետո հարցնում են, առաջինն ասում են փիղը ինչա, փիղը ասում են փաստորեն սենց կլոր մեծ ծառի կոճղը, ոգնապրն, երկրորդին են ասում ինչա փիղը, ասում են ինչ ծառ, ինչ բան, մեծ տերև է փիղը, երրորդն ասում են չգիտեմ դուք ինչից եք խոսում, ասես երկար խողովակ, ամեն մեկը իր տեսածը չի տեսել, իր բռնած, իր շոշափածն ասում, հոգևոր կորություններ նույն ասիրներ, նույնիսկ հավատացյալներ կան, որ իրենց տեսողության սահմանը չեն լայնացնում, քիչ բաներ գիտեն ու համոզված են, որ դա ճիշտ է։ Ես եմ այդպես ձեր հետ, չէ։ Ես եմ այդպես տեսնում։ Շատ ավելի խորը, շատ ավելի լայն, շատ ավելի շնորհքով է Աստծո սերը, քան ես կարող եմ պատկերացնել։ Եվ 5-րդ ինչ է գրված։ Հարստահարվածներին ազատ արձակելու։ Ովքեր են հարստահարվածները, ովքեր ունեն մի բան եւ իրեն ձեռքից խլել են, զորով պոկել են, հարստահարել են, վերցրել են։ Ինչ են քեզանից վերցրել, ինձանից։ Ճնշել են մեզ, իմ ազատությունն են վերցրել, իմ պատիվն են վերցրել, ինձ բամբասել են, ինձանից վերցրել են արժեքավոր բաներ։ Ես հիմա հարստահարված եմ եւ ապրում եմ մարդկանց մեջ ամոթով։ Հանկարծ մարդիկ իմ մասին չիմանան, հանկարծ մարդիկ ամեն բան չխոսվի իմ մասին։ Սա հարստահարություն է։ Սատանան ոգել է քո հարստությունները։ Ճիշտ, մարդուն մերկացնելու պես է, խայտարակ անելու պես է։ Տերը եկավ, որպեսզի հարստահարվածներին ազատ արձակի։ Եվ տա նոր արժեք, նոր պատիվ, նոր անուն, նոր հարգանք, ամեն ասենք սրան։ Եվ մենք դառնանք Աստծո ընտիր զավակներ։ Առաքյալն ասում է Աստված ամոթ չի համարում մեր Աստվածը կոչվել։ Գիտեք ինչ է ասում։ Որտեղ մենք որ մեզ նայում ենք, ով կուզի մեր իրան մոտեցնի, ով կուզի մեր կողքը կանգնի։ Դրան ով կուզի մոտենա, բայց Աստված ամոթ չի համարում, գալիս եւ մեր կողքը ինչ անում, կանգնում ասում է ես քո Աստվածն եմ։ Ով իրան բան ունի ասելու, ինձ ասեք, ես իրա Տերն ու Փրկիչն եմ։ Ամեն։ Ուրեմն Տիրոջն ընդունելի տարին սա է։ Այս տարվա մեջ այս բոլոր նվերները կան։ Եթե այս նվերներից կեսը վերցրել եք, լավ չի։ 5-ն էլ վերցրեք։ Հարստացեք եւ ասեք այս տարին իրոք որ ես Տիրոջով հարստացա։ Փառք Հիսուսի ամեն։ Շնորհակալ խոսքի համար, շոտ եղբայր։ Ինչպես միշտ ձերներ, միշտ եկեք Աստծո տունը Տիրոջից լսելու, կապ չունի ամոթը։ Մի գուցե գաս նստես եւ կենտրոնացած լինես, հովիվի վրա, բայց կողքիդ մարդը քեզ կողքի պատասխանը խոսի։ Դա համար Աստծո տուն գալը շատ կարևոր է, որովհետեւ ոնց որ խաղողը եթե կպած չնի իր ջուղին, չամիջադար։ Նույնպես էլ մենք հոգևորապես մեր վիճակն ենք ընդունում։ Հիշում եք անցյալ տարի, անցյալ շաբաթ վերնագիրի թեմային։ Failing to plan is planning to fail։ Եթե չծրագրես տարին, եթե չծրագրես ինչ ես ուզում Տիրոջ համար, ընտանիքիդ համար, ֆինանսակայիդ համար, ծրագրում ես, որ չհաջողվես։ Եվ այսօր, որ տեսնում ենք, խոսք մեզի ուր է տանում։ Մենք պետք է ծրագրենք։ Ուզում եմ մի սովորություն ավելացեք անցյալը մասն։ Start making a new habit if you can, please։ Նայեք, եղբայրը քարոզում էր, ես գրում էի։ Որտեղ ինչու գրելով ավելի շատ ես հիշում։
եթե մի բան կարամ ձեզ խնդրեմ, այս տարի ավելացնեք, either a journal or your phone. Take notes the things that the Lord spoke to you through the messenger. Խոսքը տալիս եմ հեռախոսի մեջ գրեք, ժուրնալ արեք, գրեք, հետո տունը կարակնտանյով նստեք, առանձին վրայից գնաս ամփոփես եւ կորտնվես։ Խոսքը ավելի շատ բան կօգնի։ Իշմը պատանյացով որոշ ժամանակ Աբիգեյլը նստած էր եւ հեռախոսի մեջ է երեխեն։ She's in her phone, writing. You remember that? Ասում ես երեխեն, ես այստեղ խոսում ես երեխեն հեռախոսի մեջ է։ Այս տարվա, այս տարի ջահելները հայրած հեռախոսի մեջ է։ Երբ որ վերջից տեսնում մի քանի page note ա եկա։ She took notes after notes. I was blown away. Օրինակ մեզ, որ մենք we need to be students, ինչի աշակերտներ ասեց։ Նախքան առաքյալ լինելը աշակերտներ են, որտեղ սովորեցնում էր։ Եվ մենք պետք է սովորենք դրա համար։ Ինչու ես ձեզի բոլորդ ասեցի, եկեք ծոմով մտնենք, զոհաբերության մտնենք, 21 օր, 7 օր, 14 օր։ Ծոմով ենք մտնում, որտեղ մենք տարին տալիս ենք Աստծուն, սպասում ենք Աստծոց եւ այդ բոլոր բաները ուզում ենք մեր կյանքի մեջ լինի իրականա։ Խոսքը շատ զորավոր է։ Փառք Աստծուն։ Տերը օրհնի եւ զորացնի ամեն մեկիս։ Եվ մականչեմ մեր եղբորը վերջի երկով Շնորհակալ եմ ներսես եղբայր։ Այո, մեր փակման երգը գեղեցիկ դարձյալ ծանոթ երգ, բոլորս միասին խանդավառ կարող ենք երգել։ Պատրաստ եք։ Կանգնած երգեք, թե նստած։ Բերեք կանգնած երգեք էլի։ Կյանքում ես ընտրել եմ, երջանկությունս գտել եմ, ու միայն սեր ճաշակել եմ, իմ Հիսուսի սիրտ սոքիս նվիրում եմ, ամեն վայրկյան ես հիշում եմ, անվերջ սիրով ես սպասում եմ, Իմ Հիսուսի երկնքի մեծ դուրը բաց է, որ սուրբերը հրավիրված է, մասնակցելու հարսանիքի մեր փրկին, Տեր Հիսուսի երկնքի մեծ դուրը բաց է, որ սուրբերը հրավիրված է, մասնակցելու Հասանիքի մեր փրկին, Տեր Հիսուսի, ու հիմա ես գավաթում եմ, ձեզ բոլորի վկայում եմ, որ ձեր կյանքում առաջնորդվեմ, Տեր Հիսուսով երջանկությունը տիրում է, խաղաղությունը հիշում է, Անվերջ սիրով ես սպասում եմ, Տեր Հիսուսի միասին, երկնքի մեծ դուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված է, մասնակցելու հարսանիքի մեր փրկին, Տեր Հիսուսի երկնքի մեծ դուրը բաց է, բոլոր սուրբերը Մասնակցելու հասանիքի մեր փրկին, Տեր Հիսուսի երկնքի մեծ դուրը բաց է, եւ մենք հրավիրված ենք այս այդտեղ հասանիք տալ։
Երկրքի պես դուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված են, մասնակցելու հարսանիքի, մեր հրճի, մեր Հիսուսի, երկրքի պես դուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված են, մասնակցելու հարսանիքի, մեր հրճի, մեր Հիսուսի երկրքի մեջ դուրը բաց է, բոլոր սուրբերը հրավիրված են, մասնակցելու հարսանիքի։ Հալելույա, արտերոջ։ Սերներ աղմից հետո ոչ մի դեր չկացեցներ, բաչ եղբայրը լավ կիսվի մեր հետ, բայց ուզում եմ մի բան, որ մորացեց բաչի մորացել դուրերի մասին, մեր երիտասարդներից, ինչ ա մեր երիտասարդների խումբի անունը, երիտասարդներ, Melanie, Alexander, huh? Youth group. But what's the short that I've sent you guys the message? YA. Yeah. Եվ այսօր շուտ ձևով, առակ ձևով ասեմ, լսեք, չէի մտածել, Yah is a short, sacred form of God's personal name. Okay? Found in the Hebrew scriptures, especially in the Psalms. Hallelujah. It signifies the self-existence, unchanging nature of God and appears in the name like Elijah, Joshua. Party. Hallelujah. Teri Masbats, Ordimes Pahimes. Torkut Demka Padrek Teri Masbats, Orkut Demka Teri Masbats, Koharamutuna, Kozavarjutuna, Kozorutuna, Teri Masbats, Boris Braga. Parking տալիս քեզ դեր այսօրվա համար, այս տարվա համար, ինչ որ պատրաստած ունես մեզ համար, թող իրականանա, թող մեր եղբայրները քույրերը օրհնվեն, քո դեմքը փնտրելով, Տեր իմ Աստված, քո խաղաղությունը, քո ողորմությունը, փառք ու պատիվը քեզ Հիսուսի անունով, ամեն։ Իրնակ նստիլ, ինչ եղբայրները սեղանը արջով կբերեն, չեմ ուզել մեկը գայնած ըլա, նստած ըլա,